Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր պատրաստելու ենք շատ պարզ բաղադրիչներով, բայց միևնույն ժամանակ անչափ համեղ թխվածքաբլիթներ, կպատրաստեմ եւ կկիսվեմ պատրաստման եղանակով։ Պատրաստում ենք խմորը, խմորը պատրաստելու համար մեծ անգամ հարիճ անհրաժեշտ չէ։ Համանի մեջ լցնում ենք 2 տուփ կատնաշոր, այնուհետև այստեղ ավելացնում ենք 2 ձու։ Այս ամենը մի փոքր խառնում ենք, որպեսզի ստանանք միասեռ զանգված։ Ահա, այսպեսի զանգված ստանալուց հետո այստեղ ավելացնում ենք շաքարավազը, խառնում ենք։ Այնուհետև ավելացնում ենք թթվասերը, ավելացնում ենք սենյակային ջերմաստիճանի փափուկ կարագը, վանիլինը և փխրեցուցիչը։ Ավելացնում ենք նաև մի պտղունց աղ և շարունակում ենք խառնել։ Մի փոքր խառնելուց հետո այստեղ սկսում ենք քիչ-քիչ էտապներով ավելացնել ալյուրը։ Իսկ զանգվածը պնդանալու պես տեղափոխում ենք սեղանի վրա, հունցում ենք, ստանում ենք փափուկ խմոր։ Ահա, ստացանք շատ փափուկ խմոր, այժմ խմորը բաժանում ենք 4 հավասար մասերի։ Վերցնում ենք գունդը և բացում ենք գրտնակով մոտավորապես 2 սմ հաստությամբ։ Եվ անում ենք այնպես, ինչպես ցուցադրում եմ տեսանյութում։ Այստեղ ըստ ճաշակի ավելացնում ենք նաև շաքարավազ։ Վերջում մեր պատրաստած գեղեցիկ թխվածքաբլիթները այսպես թաթախում ենք շաքարավազի մեջ, ջեռոցը միացում տաքացնում ենք 170 աստիճան և թխվածքաբլիթները թխում ենք այնքան, մինչև ստանան գեղեցիկ ոսկեգույն երանգ։ Եվ ահա, սիրելի հետևորդներ, տեսեք ինչպիսի արդյունք ենք ստանում շատ արագ և պարզ բաղադրիչներից, խորհուրդ կտամ փորձեք, եթե դեռ չեք փորձել, առհասարակ կատնաշռով թխվածքաբլիթները միշտ շատ համեղ են ստացվում։ Իսկ այսօր էլ պատրաստել էի այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, կիսվեք նաև տեսանյութով ձեր սոցցանցերում, որպեսզի ձեր ընկերները նույնպես տեսնեն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։